Պարոն Ասատրյան, 38 համարի վարորդի հետ կապված ինչ մանրամասներ մեզ կարող եք փոխանցել, ինչի շուրջ է եղել վիճաբանությունը երկու վարորդների միջև։ Ընդհանուր առմամբ մանրամասները ինչ որ ես հրապարակել եմ այդքանն են, վեճը ծագել է վարելու հետ կապված հարցի շուրջ, իմ գրածից զատ հավելյալ հայտնամ, որ քիչ առաջ մեր անվտանգ երթևեկության ծառայության պետը խոսել է վարորդի հետ, վարորդի վիճակը նորմալ է, այս պահին դեռևս կմնա հիվանդանոցում, վնասվածքը ուսի հատվածում է եղել։ Այսինքն վիճաբանությունը անձնական հողի վրա չէ, զուտ երթևեկության կանոնների հետ է կապված։ Որքանով ես եմ տեղյակ, երթևեկության կանոնների հետ է կապված, մնացած մանրամասները կարծում եմ օրվա ընթացքում համապատասխան մարմինները կտան հավելյալ տեղեկություններ։ Իսկ մյուս տրանսպորտային միջոցի վարորդը, ոչ 38 համարինը, մյուսը որ համարի տրանսպորտն է վարել, նրա անձը։ Տրանսպորտային միջոց չէ, մարդատար մեքենայի վարորդ է եղել։ Հա, այսինքն մյուսը մարդատար, որովհետև ձեր գրառումից այնպես հասկացամ, որ էլի տրանսպորտ։ Չէ, գրառման մեջ ես նշել էի, որ մեկ տրանսպորտային միջոցի վարորդ դանակահարել է 38 երթուղին սպասարկող մեքենայի վարորդին, եթե մյուսը ևս լիներ մեր վարորդը, կնշեի ես ինչ երթուղին սպասարկող վարորդը, չէ, սովորական մարդատար մեքենայի վարորդ է եղել։ Հասկացա, հիմա վարույթ է հարուցվել եւ գործի հանգամանքները քննվում են։ Ենթադրում եմ, հա։ Որովհետեւ քիչ առաջ մնացել է քննիչներից մեզ հետ կապվել են, ենթադրում եմ արդեն վարույթ հարուցվել է։ Իսկ բժիշկները վարորդի վիճակը ինչպես են գնահատում, ծանր, միջին ծանրության։ Չէ, նորմալ է վիճակը, հավելյալ, չգիտեմ, էլի նորմալ է, ուսի շրջանն է վնասվածքը։ Հասկացա, շնորհակալ եմ։ Կյանքին վտանգ չի սպառնում ամեն դեպքում։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրում։